Տիկին Հովսեփյան, շարունակելով անդրադարձը ձեր ելույթին, դուք ձեր ելույթում խոսեցիք հայկական սփյուռքի մասին։ Ուզում եմ ասել, ինչպես եք գնահատում հայկական սփյուռքի ազդեցությունը Հայաստանի միջազգային հարաբերությունների զարգացման գործում, արդյոք մենք օգտագործում ենք այն մասնագիտական, դիվանագիտական ներուժը, որը առկա է հայկական սփյուռքում։ Շնորհակալություն։ Պարոն Եղոյանը այստեղ չի։ Հա, ներողություն չտեսա։ Իրականում շատ ծանր թեմա եք բարձրացրել, եւ ես առանձին ելույթով անդրադառնալու եմ սփյուռքի թեմային, բայց կարճ պատասխանելով հարցին, մի հարց կա, որում որ համաձայն եմ ամեն դեպքում, որ սփյուռքի հետ հարաբերությունները պետք է վերաիմաստավորել, բայց այստեղ արդեն գալիս է, ինչպես ասեցի, արժեհամակարգային տարբերությունը։ Դուք ուզում եք, որ սփյուռքը թուլանա, ես ուզում եմ, որ սփյուռքը ուժեղանա։ Մենք կողմ ենք մեր կուսակցությունը, կողմ է փոխադարձ պատասխանատվության սկզբունքով սփյուռքի հետ հարաբերությունների ձևավորմանը։ Մենք կողմ ենք նրան, որ սփյուռքը շատ ավելի մեծ ներգրավվածություն ունենա Հայաստանում, Հայաստանի կյանքին, հստակ մեխանիզմներով, օրենքին համապատասխան, բայց անընդհատ, կրկին նշում եմ, մենք անընդհատ լինում ենք արտաքին քաղաքականության մեջ, կարծես թե խնդրողի, ակնկալողի դերում։ Իսկ ես կարծում եմ, որ պետք է լինի փոխշահավետ եւ լինի փոխադարձ պատասխանատվության հիմքի վրա։ Այսօր, երբ մենք նայում ենք սփյուռքին, այո, սփյուռքը միատար չէ, միանշանակ միատար չէ։ Այս դահլիճում քանի հոգի ենք հիմա, 100-ից մի քիչ ավել երևի, բացականներ կան, մենք այստեղ միատար չենք։ Ինչի մասին է խոսքը, ինչպես կարող է աշխարհով սփռված հայությունը միատար լինել։ Ավելի ոչ թե միատար չենք, սկզբունքային տարբեր ենք։ Հետևաբար դա չի նշանակում, որ պետք է սփյուռքի հետ հարաբերությունները թուլացնել եւ այն համարել, ըստ ձեզ ես ինչպես հասկացա, Հայաստանի ուժեղացման համար սպառնալիք, որովհետեւ եթե սփյուռքը հանկարծ ուժեղանա, Հայաստանը կթուլանա, ձեր ասածն էր դա։ Ժամանակ ունեմ դեռ։ Սփյուռքի հետ աշխատանքների մասով համոզված եմ, որ կան մեծ դաշտ աշխատելու։ Սփյուռքը այնպիսի եւ ես իրականում նաեւ հասկանում եմ, թե ինչու է այս հարվածները ստանում սփյուռքը։ Ով, եթե ոչ սփյուռքը, ով, եթե ոչ հայ առաքելական Սուրբ եկեղեցին, խոսում են մեր մշակութային արժեքներից, խոսում են մեր նյութական եւ ոչ նյութական արժեքներից, ով, եթե ոչ սփյուռքը, Հայաստանում բարձրացնում են Հայաստանի Հանրապետության շահերը, ով, եթե ոչ սփյուռքը եւ հայ առաքելական եկեղեցին են, որ հայի ինքնության պաշտպանն ու վահանն են։ Հետևաբար շատ տրամաբանական է դառնում, որ այսօրվա իշխանությունները հարվածներ են հասցնում այդ հենասյուներին։ Իսկ մենք կողմ ենք նրան, որ մեր սփյուռքը ընդհակառակը նրա հետ ինստիտուցիոնալ աշխատանքի արդյունքում ավելի ուժեղանա, ավելի հզորանա եւ ավելին մենք կողմ ենք նրան, որ սփյուռքի բոլոր երիտասարդները առնվազն կյանքում մեկ անգամ կարողանան գալ Հայաստան, որովհետեւ հայրենիքը սիրում են, երբ դու տեսնում ես հայրենիքը, զգում ես հայրենիքը։ Միայն այդպես են կարող մենք ուժեղացնել Հայաստանը եւ սփյուռքը միաժամանակ։ Կրկին հակադրություններն են իրանց մոտ, իսկ մենք կողմ ենք համատեղ շահեր։ Շնորհակալ եմ։ Շնորհակալություն Տիկին Հովսեփյան պատասխանի համար եւ քանի որ հողում տվեցիք պարոն Եղոյանին, ես չեմ կարող այս հարցը չտալ։ Ի վերջո որն է այն հեռախոսահամարը, որը սփյուռքի հարցերով հեռախոսահամարը, որին պետք է զանգել։ Շատ լավ հարց էր։ Եթե ունեք համարը Տիկին Հովսեփյան։ Կպատասխանեմ։ Եթե 8 տարի իշխանության եղած ուժը կարողանար ճիշտ հարաբերություններ ունենալ սփյուռքի հետ, այդ հեռախոսահամարը կունենար շատ կոնկրետ թվեր եւ այդ հեռախոսահամարը կլիներ սփյուռքի հանձնակատարի հեռախոսահամարը կամ սփյուռքի նախարարության հեռախոսահամարը, քանի որ դուք ինքներդ փաստորեն հայտարարեցիք, որ փաստացի տապալել եք դա, փաստացի սփյուռքի հանձնակատարը տապալել է իր ամբողջ գործունեությունը, որովհետև սփյուռքի հեռախոսահամար չկա, ուրեմն դա ձեր արդեն տապալումն է։ Շնորհակալ եմ։